Սիրելիներս, այնքան ուրախ եմ, որ ամեն անգամ, երբ որ գիտեմ, որ ձեզ ծառայելու եմ, այնպիսի ուրախությամբ եմ գալի ձեզ մոտ։ Եվ գիտես, երբ որ կանգնում եմ ստեղ, փառաբանում եմ Աստծուն, գիտես, հիշում ես անցած ճանապարհը, հիշում ես բոլոր այն ուրախ եւ դժվար օրերը, որ իրար հետ միասին անցել ենք։ Ես ինձ տեսնում եմ մարդկանց, ում որ երկար ժամանակ չէի տեսել, Աստված օրհնի շատ ձեզ։ Գիտես, իրականում, երբ որ գալիս եմ Ստեփանավան ծառայելու, ինձ համար իմ ներսը մի յուրահատուկ ուրախություն է լինում, սենց ուրախանում եմ, որովհետև գիտես դու ծառայում ես հարազատներին, դու ծառայում ես, դու տանն ես, ամեն, դու տանն ես եւ դա մի յուրահատուկ ուրախություն է, չգիտեմ, մի հետաքրքիր, գիտես շատ տեղեր եմ ծառայում, շատ եկեղեցիներում եմ ծառայում, բայց գիտես, երբ որ ձեզ եմ ծառայում, մի sense յուրահատուկ հարազատ կապ կա մեր մեջ, ամեն, յուրահատուկ հարազատ կապ կա եւ փառք Աստծուն դրա համար, ամեն, եւ փառք Աստծուն այն ճանապարհի համար, որ մենք իրար հետ միասին անցել ենք, իրար հետ միասին բարձրացել ենք, ամեն, եւ Տիրոջ գործն ենք արել այս քաղաքի մեջ եւ այս տարածաշրջանում եւ հիմա իհարկե նույնպես շարունակվում է, Տերը շատ օրհնի, գիտեմ, որ դուք հիմա լավ ընթացքի մեջ եք, Աստված յուրահատուկ բաներ անում ձեր մեջ, ամեն, եւ գիտես, հավատում եմ, որ այն խոսքը, որ այսօր ուզում եմ քեզ հետ խոսել, գիտեմ, որ այն կորտնություն կլինի քեզ համար, այն, գիտես, ես այսօր խոսելու եմ բաների մասին եւ ուզելու եմ, որ դու մի քիչ վերանայես քո ճանապարհը, քո կյանքը, քո ընթացքը, որովհետեւ գիտես, երբ որ հաճախակի անընդհատ նույն բաներն ես անում, գիտես, չես կարող ակնկալել մի նոր բան, բայց ժամանակ առ ժամանակ որպես քրիստոնյա արժե որ մենք մի պահ կանգ առնենք եւ մի հատ վերանայենք մեր կյանքը, վերանայենք մեր արժեքները, վերանայենք մեր ընթացքը եւ հավատում եմ, որ այսօր մի օր կլինի, որ սենց դու նորից ինչ-որ մի բան քո ներսում կվառվի, նորից ինչ-որ մի բան քո ներսում կփոխվի, նայելով այն արժեքները, որի մեջ որ մենք կանք եւ որով որ առաջնորդվում ենք եւ այն ընթացքը, որով որ մենք շարժվում ենք։ Գիտես, երեխայի դաստիարակության մեջ այսպիսի մի բան կա, որ դաստիարակության մեջ շրջապատը ամենաշատ ազդեցությունն է թողում երեխայի կյանքի վրա։ Եվ գիտես, ես մտածում էի, օրինակ, կան սենց չափանիշներ եւ կան ոնց որ սենց սանդղակներ, շնորհակալություն, որ գիտես, օրինակ, ասում են ընտանիքը երեխայի դաստիարակության մեջ ունի այսքան այս սանդղակի վրա է եւ շրջապատը, դպրոցը, ուսուցիչները Եվ գիտես, ես մտածում եմ, արդյոք դա միայն երեխաներին է վերաբերվում, դա միայն երեխաների կյանքն է, թե երբ որ մենք մեծանում ենք եւ մեր կյանքը կառուցում ենք տարբեր կերպ, արդյոք հասարակություն այս աշխարհը մեր կյանքում այդ փոփոխությունը չի բերում կամ այդ ազդեցությունը չի ունենում մեր կյանքի վրա։ Գիտես, արիուտես ունենում է, գիտես, մենք ապրում ենք հասարակության մեջ, մենք ապրում ենք, գիտես, տարբեր շրջապատներ ունենք եւ իրականում նույնպես Գիտես, մեր աշխարհիկ բարեկամները, հարազատները, այս աշխարհը մեր կյանքի վրա նույնպես ազդեցություն են թողում։ Եվ գիտես, արդյոք դրական թե բացասական։ Գիտես, ապրելով, օրինակ, ինչն է խնդիրը, որ մարդուն ասում են, գիտես, դու պետք է շուտ ամուսնանաս, եւ գիտես, իհարկե լավ է ժամանակին ամուսնանալը ու հանկարծ մարդու մոտ միտք է ծնվում կամ մարդուն այս խոսքերն են ասում ամուսնացի թե չէ մենակ ես մնալու։ Իսկ արդյոք կամ ժամանակը անցել է, ինչ ես կարծում, դա աշխարհիկ խորհուրդ է, թե քրիստոնեական խորհուրդ է։ Աստվածաշնչում ասում է փեսային մի արթնացրեք, քանի դեռ հարսին չի արթնացել։ Հա? Մի արթնացրեք, քանի դեռ չի արթնացել։ Եվ գիտես, աշխարհը ազդեցություն է թողում մեր կյանքի վրա, մեր շրջապատը, մեր հարազատները, բարեկամները, գիտես, աշխարհը ապրում այլ արժեքներով։ Աշխարհը կառուցված է նյութականի եւ հպարտության վրա։ Քրիստոնեական կյանքը կառուցված է հավատքի եւ խոնարհության վրա։ Հակառակ բևեռներ։ Եվ գիտես, մենք ապրելով այս աշխարհում Գիտես, օրինակ, ում հետ է տենց եղել, երբ որ քեզ ինչ-որ մեկը նվեր է բերել եւ գիտես, դու պետք է անպայման իր ծննդյան կամ ինչ-որ մի արարողության նու համարժեք նվեր տանես, որտեղից է այդ մտքերը, չէ՞ որ աշխարհից։ Կամ ինչ օգուտ, որ քեզ սիրողներին ես սիրում։ Չէ՞ որ սա աշխարհից է գալիս։ Եվ աշխարհը մենք ուզենք թե չուզենք, մենք ապրում ենք այս աշխարհի մեջ։ Եվ այս աշխարհը
մեր կյանքի վրա ազդեցություն է թողում։ Իսկ ինչ մենք պիտի անենք, ինչ ասում Աստծո խոսքը, ոնց Աստված մեզ սովորեցնում, արդյոք մենք պետքա ճգնավոր լինենք, արդյոք մենք պետքա առանձնացված լինենք այս աշխարհից ու ոչ առնչություն չունենանք այս աշխարհը, ոնց որ ժամանակին եկեղեցու հայրերը ապրել են։ Արդյոք դա է ճիշտը, ոչ, իհարկե ոչ։ Նայելով Աստվածաշնչում Հիսուս տեսնում ես, որ Հիսուսը մեզ ուղարկում է աշխարհի մեջ։ Ուղարկում է որպես գառներ գայլերի մեջ։ Ամեն։ Եվ ասում է դուք խորագետ եղեք, իմաստուն եղեք։ Մեկ ուրիշ տեղ ասում է քննեք, թե որն է Աստծո կամքը։ Եվ այսօրվա թեման, որ ես ուզում եմ իրար հետ միասին խորենք, իրար հետ միասին անցնենք այս ճանապարհը, կոչել եմ այսպես. կյանք, որը ունի նպատակ։ Կյանք, որը ունի նպատակ։ Գիտես, երբ որ ասում ես կյանք, դա քեզ վերաբերվում է։ Մեզանից ամեն մեկը կյանք է ապրում։ Մի ամբողջ կյանք։ Մենք ապրում ենք մեր կյանքը։ Եվ գիտես, այդ կյանքում կան տարբեր նպատակներ։ Գիտես, փոքր երեխաներին ամենահաճախ տրվող հարցը գիտեք որն է։ Ես միշտ եմ դրան հանդիպում։ Երբ որ ծանոթանում ես ծնողների հետ եւ երեխան գալիս է, գիտես երեխային ինչ ես հարցնում, երկու հարց, որ մեզ տվել են ու մենք տալիս ենք։ Առաջինը սա է. քանի տարեկան ես։ Բալիկ ջան, քանի տարեկան ես։ Եվ կարող եք ասել, երկրորդ հարցը որն է։ Ինչ ես ուզում դառնաս։ Ինչ ես ուզում դառնաս։ Գիտես, սա երկու հարցն է, որ հաճախակի տալիս ենք։ Ու գիտես, դու տեսնում ես սենց երեխան, գիտես, երևի թե բոլոր երեխաները, չգիտեմ, ծնողների ներդրումն է, ծնողների ցանկությունն է, չգիտեմ, բայց երբ որ մենք երեխա ենք, համաձայն ես, որ դու էլ ես ինչ-որ մի բան ասել։ Դու հիշում ես դու ինչ ես ասել։ Հա չես հիշում, ոմանք հիշում են, ոմանք չեն հիշում, բայց մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ մի երազանք ունեցել է, կամ ծնողների երազանքն է եղել ուղղված երեխաներին, որ շատ անգամ տեսնում ես, որ ծնողը այնինչ որ ուզեցել է լինի, չի կարողացել, փորձում է այնպես անի, որ իր երեխան դրան հասնի։ Մի անգամ իմ համար շոկ էր։ Ձեզանից ոմանք տեղյակ են դրա մասին։ Ստեփանավան քաղաքում ենք, երեխաների զարգացման ծրագիր էինք անում, ու գիտես, այդ երեխաներ կային, որ սոցիալապես անապահով ընտանիքներից էին։ Ու գիտես, երբ որ այդ երեխան եկավ ցերեկային կենտրոն, հանկարծ իրան տեսանք, որ իր ձեռքում կա թանկարժեք հեռախոս։ Ու երբ որ ծնողի հետ խոսեցինք, ասեց. ես չեմ ունեցել, ես չեմ ուզում իմ երեխան ինչ-որ պակասություն ունենա, ուզում եմ ինքն էլ կայացած լինի։ Աշխարհը, որ ներխուժում է մարդու կյանք։ Որովհետև մենք այսօր մի քիչ իրար հետ ճանապարհ կանցնենք։ Եվ այսպիսով սիրելիներս երեխաները ունեն նպատակներ։ Ծնողները երեխաների կյանքում նպատակներ ունեն եւ ամեն մեկը ինչ որ մի բան ուզեցել է դառնա։ Եվ երեխային հարցնում ես ինչ ես ուզում դառնաս, եւ երեխան մի մասնագիտություն է ասում։ Բայց անցնում է ժամանակներ, անցնում են տարիներ, եւ հանդիպում ես մեծահասակի ում հետ խոսելով հասկանում ես մի բան, որ ասում է ես իմ կյանքը անցա, բայց շատ բաներ չհասցրեցի անեմ։ Լսել եք այդ արտահայտությունը։ Ես ապրեցի իմ կյանքը, բայց շատ բաներ չհասցրեցի անել։ Կամ բաները ուզում անեի, ծրագրել էի, բայց այդպես էլ չգնաց իմ կյանքը։ Չստացվեց իմ կյանքը, չհաջողվեց իմ կյանքը։ Ծնող ասում է երեխայի համար, կամ ծնող ասում է իր կյանքի ընթացքի համար։ Ես երբ որ երեխա էի, հաճախակի էի լսում այս խոսքը խնջույքների ժամանակ, որ տղամարդը 3 բան պիտի անի. տուն, ծառ, երեխա, տղա երեխա։ Ու գիտես, այս մի հասարակարգ էր, մի բան էր, որի մեջ մենք բոլորս մեծացել ենք։ Ու գիտես, գալով Աստծուն, դու հասկանում ես, որ քո կյանքը փոխվում է, քո կյանքի արժեքները փոխվում են, նպատակները փոխվում են, ամեն ինչ փոխվում է, այն ինչ որ մտածում էիր աշխարհում անեիր, հասնեիր, գալով Աստծուն տեսնում ես, որ դրանք արժեքներ չեն։ Հիշում եմ, երբ որ մի անգամ Zoom ծրագիր էինք իրականացնում մեր Ստեփանավան քաղաքի գյուղերից մեկում, Ուրուտ գյուղում,
Հիշում եմ, որ մի երեխայի հարցրել էին, ինչ ես ուզում դառնաս, այդ երեխան ասել էր ուզում եմ խոպանչի դառնամ։ Գիտես, որովհետև այդ երեխան միգուցե մեծացել էր նման ընտանիքում եւ մտածում էր, որ դա ամենալավ բանն է, որ կարող է դառնալ։ Որովհետև այդպիսի ազդեցություն էին թողել այդ երեխայի կյանքի մեջ։ Եվ գիտես, նայելով ամեն մեկը ինչ-որ մի բան ուզում է դառնա, ամեն մեկը ինչ-որ մի բանի ուզում է հասնի։ Կարծես ինչպես որ Պողոս Առաքյալն է ասում, երբ որ մենք մտնում ենք այս կյանքի մեջ, այն մի ասպարեզ է, որ մենք անցնում ենք։ Եվ Աստծո խոսքը ասում է, նայեք, տեսեք, թե ձեզանից ամեն մեկը ինչպես այդ ասպարեզը անցնում։ Մի մանկավարժ այսպիսի արտահայտություն արել, որ մարդու կյանքում մարդուն տվեք բոլոր իր կարիքների պատասխանը։ Օգնեք մարդուն, որ բոլոր իր ցանկությունները իրականանա։ Պատկերացնում ես, քեզ հնարավորություն են տալի քո բոլոր ցանկությունները իրականանա։ Քո բոլոր կարիքները լրացնում են։ Ինչ ես կարծում, մարդ, ում որ բոլոր կարիքները լրացված է եւ բոլոր ցանկությունները կատարված է։ Մենք կարող ենք այդ մարդուն համարել երջանիկ մարդ։ Գիտես ինչ ասում, ասում է, տվեք մարդուն բոլոր իր ցանկությունները, կատարեք մարդու համար բոլոր իր ցանկությունները եւ իր բոլոր կարիքները լրացրեք, բայց իրենից վերցրեք նպատակը, կյանքի նպատակը, ու ինքը կլինի աշխարհի ամենադժբախտ մարդը։ Որովհետև գիտես, արի համաձայնվի ինձ հետ, որ երբ որ մարդը ունենում է նպատակ, ինքը մղում է ունենում ապրելու։ Եթե մարդը չունի նպատակ, ինքը սպառված մարդ է համարվում։ Եվ ինչ պիտի անի։ Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր որ կորցրել են այս աշխարհում ապրելու ցանկությունը։ Եվ գիտես, երբ որ իրենց կյանքում վերականգնվել է ցանկություն, նպատակ ապրելու, ամեն բան փոխվել է։ Գիտես, միգուցե դու այստեղ նստած ես եւ շատ բաներ կա, որ մտածում ես, եթե հնարավորություն ունենայի, նպատակներս այլ կլինեին։ Որովհետև շատերը իրենց նպատակները կառուցում են իրենց կարողության համեմատ։ Ինչ է սա նշանակում։ Այսպիսի մի հայկական ասացված կա, որ քո ոտքը, քո վերմակ, հայերեն չգիտեմ ոնց է, հա, կամ յորղան, դրան գյորա մեկնի, չնայած սա հայերեն չի։ Գիտես, այսինքն քո կյանքը, քո ծրագրերը, քո նպատակները կառուցի քո կարողության սահմանների չափ։ Ու գիտես, ես խոսում եմ, եղել է, որ խոսել եմ ծնողների հետ ու իրանց երեխաների հետ կապված, երեխաները ծրագրեր են ունեցել, բայց ծնողը ասել է, որ գիտես, ես չեմ կարող թույլ տալ, որովհետև ես չեմ կարող իմ երեխայի համար անել։ Ու ես տեսնում եմ, որ շատերը ապրում են այս կյանքը իրենց կարողության համեմատ։ Իսկ արդյոք Աստված դա այդպես է ուզում, արդյոք դա Աստծո կամքն է։ Որովհետև գիտես, հիմա հարց եմ տալի, դու կարող ես մի հատ նպատակ ունենալ։ Խնդրում եմ, կարող ես մի հատ կամ ունես, կամ ունեցել ես, հիմա դու փորձես վերհիշես։ Կամ դու ուզում ես ինչ-որ մի բան լինի, մի հատ նպատակ մտածի։ Խնդրում եմ, կարող ես ինձ ասել, դժվար է մտածել։ Ոչ։ Այն այնքան հեշտ է, չէ՞, դու կարող ես մտածել։ Գիտես, որտեվ դա փողով չի մտածելը։ Դու ուղղակի մտածում ես, օրինակ ես հիմա օրինակ մի հատ նպատակ ունեմ։ Գիտես, մեր նպատակները մենք կնենք Աստծո խոսքում։ Ինչի՞ց է կախված։ Արդյոք ես որպես քրիստոնյա ինչ նպատակ պետք է ունենամ։ Գիտես, արդյոք այն նպատակները, որ կախված են նյութականից, արդյոք դրանք իրականանալուց ես իմ կյանքը փոխվում է, իմ կյանքը ավելի իհարկե նյութականը ազդում է մարդու կենցաղի առօրյայի վրա, ես համաձայն եմ, բայց բաներ կա, որ մեր ձեռքը չի, բաներ կա, որ մեզանից կախված չի, բաներ կա, որ Տերն է ուզում անի։ Գիտես, ես այսօր քրիստոնյաներ եմ տեսնում,
ովքեր Աստծուն են գալիս, Քրիստոսի մեջ են մնում, որովհետև վախենում են, որ հանկարծ Աստված իրենց կյանքում ինչ-որ պատիժ կբերի։ Ես քրիստոնյաներ եմ տենում, ովքեր ծառայում են Աստծուն եւ մտածելով, որ իրենց ծառայությունը Աստծո մոտ ավելի լավ, Աստված ավելի լավ աչքով կնա իրանց, որ իրենք ծառայում են Աստծուն։ Գիտես, Աստծո սերը, Աստծո օրհնությունները անպայման են, պայման չունեն։ Աստված քեզ չի սիրում, որովհետև դու լավն ես, կամ դու վատն ես, կամ դու իրեն ոչ, Աստված քեզ սիրում է, որովհետև իր որդին խաչվել է հենց քեզ համար։ Աստված քեզ որդեգրել է։ Դեռ որ դու ծնված չէիր, Աստված քեզ ընտրել է, ու Աստված քո համար նպատակ ունի։ Հիմա հարց, եթե Աստված ինձ համար նպատակ ունի, ապա ես ինչու չգիտեմ այդ նպատակի մասին։ Գիտես, մի այսպիսի բան կա, հրեշտակները որոշում են կյանքի նպատակը թաքցնեն մարդուց։ Եվ գիտես, մտածում են եւ խորհուրդ են անում, ասում են եկեք այս կյանքի նպատակը թաքցնենք օվկիանոսի խորքերում։ Եվ հետո ասում են, չէ, միգուցե մարդը կհասնի։ Ասում են, լավ, եկեք բարձր տեղերում թաքցնենք կյանքի նպատակը։ Եվ գիտես, նորից մտածում են, ասում են, դե մարդը կգտնի։ Եվ գտնում են մի վայր, եւ ասում են, այն մենք կթաքցնենք մարդու ներսում, որովհետեւ մարդը չի մտածի, որ կյանքի նպատակը իր ներսում է։ Մարդը չի մտածի, որ այն կարող է փնտրել իր ներսում։ Գիտես, այո, մենք ապրում ենք մի կյանքով, աշխարհիկ կյանքով, ամեն մեկս մեր կյանքն էր ապրում, բայց գիտես, Հիսուսը եկավ մեր կյանք, մեզ փոխելու, մեզ վերականգնելու, մեզ բժշկելու, մեզ նոր կյանք տալու համար, նոր կյանք տալու համար։ Ու ես խոսելու եմ այդ նոր կյանքի մասին։ Գիտես, մարդու կյանքում կա երկու կարևորագույն օր։ Առաջինը դա իր ծննդյան օրն է, երբ որ ինքը ծնվում է, դա կարևորագույն օր է իր կյանքի համար։ Եվ երկրորդը սա է, որ ինքը հասկանում է ինչի համար է ինքը ծնվել։ Եվ ես ուզում եմ այսօր քեզ այդ հարցը ուղղել։ Ինչի համար ես դու ծնվել։ Այո, մենք գիտենք մեր ծննդյան օրը դա կարևորագույն օր է, դա հաղթանակի օր է, որովհետև ինչի համար է հաղթանակի օր, որովհետև ես հասկանում եմ, որ շատերը կարող էին ինձ հաղթել, բայց ես հաղթեցի ու ես ծնվեցի, որովհետև շատերը կարող էին իմ փոխարեն ծնվել։ Այդ պայքարը շատերի մեջ էր, հազարավոր ու 100 հազարավորների մեջ էր, որ ինքը պետքա ծնվեր, բայց ես ծնվեցի, դու ծնվեցիր։ Հիմա դու համաձայն ես, որ մենք այստեղ բոլորս հաղթողներ ենք նստած, որովհետև այդ պայքարի մեջ մենք հաղթել ենք, որ դու ծնվել ես, արդեն հաղթել ես, դու հաղթող ես ծնվել։ Իսկ դու գիտես, որ այսօր շատ հաղթողներ նստում ծրագրում են, ոնց պարտվեն։ Իրանք չեն մտածում, որ ուզում են պարտվեն, բայց կյանքը տանում է դեպի պարտության, իրենց կյանքը տանում է դեպի պարտության։ Պատկերացնում ես մարդը ծնվել արդեն հաղթող։ Ուրեմն միայն ծնվելը կարևոր չի, որպես հաղթող, այլ մարդու կյանքը, երբ որ ավարտվում է, արդյոք կյանքը ավարտում է որպես հաղթող։ Իսկ Աստված ամեն ինչ արեց մեզ համար։ Աստված ամեն բան արեց, որ մենք հաղթող շարունակենք հաղթել այս կյանքը, որովհետև նա մեզ ընտրեց։ Հիմա ես ծնվել եմ որպես հաղթող։ Ուզում եմ հարց տալ ինքս ինձ ու բոլորին։ Արդյոք ես հիմա ինձ համարում եմ, որ ես հաղթող եմ։ Արդյոք ես հիմա ինձ համարում եմ, որ իմ կյանքում ես հաղթանակի մեջ եմ։ Թե ինչ-որ բան պիտի փոխվեր իմ կյանքում, որ ես ասեի, այս բանը, որ փոխվեր իմ կյանքում, ես հաղթող կլինեի։ Ինչը պետքա փոխվի իմ կյանքում, որ ես ինձ համարեմ հաղթող։ Ես ծնվել եմ, այո, մենք գիտենք սա անհերքելի փաստ է, որ դու ծնվել ես որպես հաղթող։ Իսկ արդյոք ես հիմա մտածում եմ, որ ես հաղթող եմ։ Ինչն է ինձ հաղթող դարձնում իմ կյանքում։ Որովհետև շատերը ապրում են այս կյանքը եւ գիտես կյանքում պարտություններ են ունենում,
կյանքում սխալ քայլեր են ունենում եւ դրա հետևանքով գիտես պարտվում են ու գիտես իրանք մտածում են որ վերջ մեր կյանքը պարտված կյանք է։ Ուզում եմ քեզ մի բան ասել։ Այն օրը, որ օրը Հովանես 10:10 կատարվում է մեր կյանքում, մենք դառնում ենք հաղթող։ Ուզում եմ այդ տեղը կարդալ։ Հովանես 10:10 այսպես է գրված։ Առաջին մասում այսպես է գրված. Գողը չի գալի, բայց միայն գողանա եւ սպանի եւ կորցնի։ Հիսուսը տեսեք ինչ ասում. Ես եկա, որ կյանք ունենաք եւ էլ ավելին ունենաք։ Սիրելիս, Հիսուսը եկա, որ ինչ ունենանք։ Կարող ես ասել կյանք։ Կյանք, իսկ կարող ես ասել ինչ է նշանակում էլ ավելին։ Գիտես, ես հասկանում եմ էլ ավելին, ոչ միայն կյանք, գիտեք ինչ է նշանակում։ Կյանք նշանակում է փրկություն, կյանք նշանակում է բժշկություն։ Ես Քրիստոս եկա, որ ես կյանք ունենամ, որ ես բժշկություն, այսինքն իմ հոգևոր հարցերը լուծվեց։ Հոգևոր մարդուս հարցերը Քրիստոսը լուծեց։ Ես եկա, որ կյանք ունենաք։ Շնորհակալ եմ, փառք ես Տեր, երախտապարտ եմ։ Եվ ինչ է նշանակում էլ ավելին։ Որն է այն էլ ավելին, որ ինձ ու քեզ այսօր անհրաժեշտ է։ Որն է այն ավելին, որ ես ուզում եմ մտնեմ այդ էլ ավելիի մեջ։ Որովհետև եթե ես խոսամ քո փրկության մասին, դու կասես իմ փրկության հարցերը լուծված են։ Այո եւ ամեն, ես համաձայն եմ, բայց ես ուզում եմ այսօր քո կյանքի մեջ այն էլ ավելին գա։ Իսկ ո՞րն է այդ էլ ավելին։ Ինչի՞ց է կախված այդ էլ ավելին։ Ինչ պիտի փոխվի, որ այդ էլ ավելին իմ կյանքում կատարվի։ Երեմիայի, այսօր Երեմիային մի քիչ կուսումնասիրենք։ Կտեսնենք ինչ է խոսում մարգարեն։ Երեմիա 29:11 Երեմիա 29:11-ից կկարդամ, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես ձեզ համար խորում եմ, ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները եւ ոչ թե չարության։ Ուրեմն Հիսուսը ինչ ասում է, ես խորում եմ ձեր մասին, մտածում եմ, պատկերացնում ես, դու ապրում ես քո կյանքը, բայց մեկը մտածում է քո մասին։ Ես խորում եմ այն խորհուրդները, ձեր համար խաղաղության խորհուրդները եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Ուրեմն քո ապագանում ձեռքերի մեջ է։ Մի քանիսը գիտեն։ Քո ապագան Տիրոջ ձեռքերի մեջ է։ Եթե դու թույլ տաս, դու կարող ես լինել քրիստոնյա, բայց քո ապագան Տիրոջ ձեռքերի մեջ չլինի։ Քո ապագան լինի, կասես, բան ձեռքերի մեջ, քո ձեռքերի մեջ։ Դու կարող ես լինել Աստծունը, բայց քո ապագան լինի քո ձեռքերի մեջ։ Տասներկրորդ խոսքը, կարևոր բան է ասում։ Սիրելիս, ես խոսում եմ այն էլ ավելիի մասին։ Որն է այդ էլ ավելին։ Կյանքը տվել է մեզ, կյանք ունենք Քրիստոսով, իսկ որն է էլ ավելին։ Եվ դուք 12-րդ խոսքը կկանչեք ինձ եւ կգտնեք ներողություն եւ դուք կկանչեք ինձ եւ կգնաք ու աղոթք կանեք դեպի ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Ուրեմն բաներ է պետք որ անենք, որտեվ գիտես կյանք ունենալը հավիտենական կյանք ունենալով չի ավարտվում, որտեղ մեր կյանքը այստեղ է, դեռ մենք երկրի վրա ենք։ Եվ հիմա ասում է ինչա պետք, խորհուրդներ ունեմ ձեզ համար, Տեր, դու խորհուրդ ունես ինձ համար, իսկ ոնց դա հասնի ինձ, ոնց ես մտնեմ դրա մեջ, ոնց ես այդ կյանքը ապրեմ, ոնց նպատակներս կառուցեմ։ Եվ դուք կկանչեք ինձ, եւ կգտնեք, ներողություն, եւ գնաք աղոթք կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ, եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք,
որովհետև ինձ խնդրեք ձեր բոլոր սրտովը, եւ ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը, եւ ետ կդարձնեմ ձեր գերությունը։ Պատկերացնում ես Տերը նստած մտածում է, ո՞նց անեմ իմ երեխուն օգնեմ։ Իսկ դու մտածում ես, ո՞նց անեմ, որ ես ապրեմ։ Ո՞նց անեմ, որ իմ համար լավ լինի։ Ինչ ծրագրեր անեմ, ինչ անեմ։ Մտածում ենք, թե չէ։ Ո՞նց անեմ, որ իմ երեխու համար լավ լինի։ Ինչ կառուցեմ, ինչ անեմ, նայեմ ես աշխարհը ինչ անում, մտածում ես դու ինչ անես։ Ու գիտես, ինչի է ես սկզբից խոսում աշխարհի ազդեցությունը մեր կյանքի վրա, որտեվ այն կա։ Իսկ ես ինչ պիտի անեմ։ Որովհետև ես գիտեմ, որ ես հոգս անելով չեմ կարող մի կանգուն իմ հասակի վրա ավելացնեմ։ Ես չեմ կարող հոգս անել ու այն ինչ որ ուզում եմ, որ իմ երեխայի կյանքում լինի, ես անեմ։ Եվ ես կգտնվեմ ձեր համար, ասում է Տերը, եւ ետ կդարձնեմ ձեր գերությունը, կժողովեմ ձեզ ամեն ազգերի եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տերը, եւ ձեզ ետ կդարձնեմ այնտեղը, որտեղից որ ես ձեզ գերի տանել տվեցի։ Սա Իսրայելի մասին է, բայց սրանից մենք ինչ ենք վերցնում, սիրելիս, որ Տեր իմ Աստված, դու նստած խորհուրդ ես անում իմ համար, խնդրում եմ մտած, ես ուզում եմ պատկերավոր այն լինի քեզ համար, Տերը նստած մտածում է քո համար ու խորհուրդ անում քո համար, բայց կարող եմ ասել այն չի հասնի իմ կյանքի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ իմ կյանքը իմ ձեռքերի մեջ է, քանի դեռ ես եմ իմ կյանքի Տերը, ես եմ որոշում ոնց անեմ, ինչ անեմ, երբ անեմ, ես եմ որոշում ոնց ապրեմ։ Ինչ ես կարծում, երբ որ մարդը նման կյանք ունի, ինքը կյանքը տվել է Քրիստոսին, բայց ապրում է իր համար, ապրում է իր ծրագրերը ունի, եւ ասում է ես մի իմաստ ունել չկա Տիրոջը խնդրող։ Ինչի մասին է խոսքը։ Ես ուզում եմ այսօր, որ քո մոտ բան փոխվի, որովհետեւ այսօր ես քեզ ուզում եմ խոսք փոխանցեմ, որ այն կօգնի քեզ քո ապագայի համար։ Որովհետև դու միգուցե կասես, բայց ժամանակներ անցել, օրեր անցել, բայց հիմա ես ինչ պիտի անեմ։ Գիտես ամեն ինչ կարա փոխվի։ Ես քեզ ցույց կտամ Աստծո խոսքով։ Գիտես այդ նույն Երեմիան, որ ասում է Տերը խորհուրդներ ունի, ուզում եմ քեզ իր մասին մի խոսք կարդալ, որ ինքը իր մասին ասում է։ Ու միգուցե դու ես մտածում տենց։ Այդ նույն Երեմիան, որ ասում է Տերը խորհուրդներ ունի, խնդրեք իրան ու Տերը կտա, տեսեք ինչ է ասում։ Երեմիայի ողբեր, 3-րդ գլուխ, առաջի խոսք։ Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա։ Պատկերացնում ես, Երեմիան իր մասին խոսում, ասում է, ես մի հատ մարդ եմ, որ շատ տառապանքներ եմ տեսել։ Շատ դժվարություններ եմ տեսել, ցավեր եմ ունեցել, խնդիրներ ա եղել իմ կյանքում։ Ես մարդ եմ, որ շատ տառապանք տեսա, քիչ չէ, շատ։ Բայց տեսեք 22-րդ խոսքում։ Տիրոջ, խնդրում եմ ուշադիր լսի, Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք։ Տերը ողորմած է, որ չենք վերջացել։ Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետև չպակասվեցան նրա գթությունները։ Նրանք ամեն առավոտ նորանոր են։ Պատկերացնում ես, լույսը բացվում է, Տիրոջ գթությունն ու ողորմությունը նորոգվում է, նոր է, այնպես չի ինչպես երեկ էր։ Գիտես դա ինչի մասին է խոսում, որ ամեն ինչ կարա փոխվի, ամեն բան կարա փոխվի մեր կյանքում։ Նրանք ամեն առավոտ նորանոր են, մեծ է քո հավատարմությունը։ Գիտես դա ինչ է նշանակում, որ ես իմ սրտում հանձնում եմ ինձ Աստծուն,
Իմ ծրագրերը, իմ կյանքը, իմ նպատակը, իմ երեխաներին, իմ ամեն ինչը տալիս եմ Տիրոջը ու ամեն օր նորոգվում է, ու ամեն օր նոր է։ Այսինքն ճանապարհ կա, այսինքն փոխվելու, փոփոխություն գալու իմ կյանքում ելք կա։ Իմ բաժինը Տերն է։ Խնդրում եմ, եթե դու քո կյանքում հանդիպած լինես մի հատ մարդու, ով իր կյանքում շատ տառապանք է տեսել, իր սրտում մեղադրանք կա։ Ինքը սկսում է մեղադրել մարդկանց, Աստծուն, տարբեր բաներ։ Բայց մեկ ով իր կյանքում շատ տառապանքներ ուներ, ասում է իմ բաժինը Տերն է։ Սա դու համաձայն ես, որ ինքը իր կյանքը, իր նպատակները, իր ծրագրերը հանձնել Աստծուն։ Իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին, սրա համար նրան եմ հուսալու։ Ոչ թե հուսալու եմ, որ ինչ-որ մի ճանապարհ կբացվի իմ կյանքում, ու ես իմ երեխայի համար լավ բան կանեմ։ Ոչ թե մի բան կփոխվի, ինչ-որ մի բան կլինի, ու այս պետությունը իմ կյանքի համար մի հատ բարելավի իմ կյանքը, իմ առօրյան, իմ ընթացքը, ոչ թե ինչ-որ մեկը ինձ կորտնի կամ ինչ-որ մի բան կփոխվի, ոչ։ Ասում եմ, որովհետև ես ամբողջությամբ Աստծուն եմ հուսացել։ Սիրելիս, մենք որպես քրիստոնյա, մենք որպես մեկ ում Աստծուն նվիրված ենք, ում Աստծուն սիրում ու պաշտում ենք, ում կյանքը փոխված է, մենք չպետք է մեր կյանքը մենք ծրագրենք, մենք չպետք է մեր կյանքը ապրենք մեր ուզած ձևով, որովհետև Աստված արդեն նստել ու խորհուրդ արել քո համար ու քո երեխայի համար, ու իր խորհուրդները բարի են, ու իր խորհուրդները ավելի լավն են։ Ինչ է ինձ պետք անել, որ ես հանձնվեմ ու ասեմ Տեր իմ Աստված, ես քեզ եմ նվիրվում, ես քեզ եմ ծառայում, դու էլ քո բաժին արա իմ կյանքի մեջ, դու էլ արա այն ամեն ինչը, որ քո կամքն է իմ կյանքի մեջ։ Գիտես ինչ է տեղի ունենում, երբ Աստված գալիս է մեր կյանքի մեջ։ Երբ կյանքը, երբ երկինքը ներխուժում է քո կյանքի մեջ, երբ Տերը գալիս է ու այցելություն անում։ Տեսեք մի պատմություն, որը որ Երեմիան համեմատում է կոտրված մարդու հետ։ Մի պատմություն եմ հիմա պատմելու քեզ, որ Աստված մի մասնագիտության միջոցով Երեմիային, ով շատ տառապանքներ էր տեսել, բան է սովորեցնում։ Ասում է Երեմիա, վեշերդ հավաքի ու մի հատ մարդ կա, գնա իրանց տուն։ Ու Երեմիան վերցնում, ասում է գնա, որովհետև ես ընդեղ ուզում եմ քեզ բան սովորեցնել, ընդեղ ուզում եմ քո հետ խոսել։ Երեմիայի մարգարեություն 18-րդ գլուխ առաջի խոսքից։ Երեմիա 18 առաջի խոսքից։ Այն խոսքը, որ Տիրոջ կողմանե եղավ Երեմիային ասելով. «Վեր կաց իջի բրուտի տունը, եւ այնտեղ ես քեզ լսել կտամ իմ խոսքը»։ Վեր կաց իջի բրուտի տունը, բրուտը դա կավագործն է։ Գնա կավագործի տուն, որտեղ ես այնտեղ բան եմ ուզում քեզ հետ խոսել, բան եմ ուզում քեզ սովորեցնել։ Եվ ես իջա բրուտի տունը, եւ ահա նա բան էր անում ճախարակի վրա։ 4-րդ խոսքը։ Եվ ավերվեցավ այն ամենը, որ նա շինում էր։ Գիտես, բրուտը գնում է բրուտի տուն ու տեսնում է, որ բրուտը մի հատ ամանակ սարքում ճախարակի վրա։ Ու հանկարծ ամանը փշրվում է։ Գիտես, իսկ արդյոք այդ ամանը մենք չենք։ Իսկ ով է բրուտը։ Գիտես, կար ժամանակ, որ մենք էինք մեր ամանները ուզում սարքել։ Կար ժամանակ, որ մենք ինքներս ուզում ենք մեր ամանները կառուցել։ Այդ ամանը կյանքի խորհրդապատկերն է։ Ուզում ենք մեր կյանքը կառուցենք, մեր ընթացքը, մեր ապագան ուզում ենք կառուցենք։ Այդ ամանը խորհուրդն էր այն մարդու, ով որոշել էր ինքը իր կյանքը կառուցեր։ Ու գիտես ու չի ստացվում։
Ու շատերի մոտ չստացվեց այդ ամանը կառուցելը։ Որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել, ասեց Հիսուսը։ Ու հիմա շարունակությունը խնդրում եմ, լսեք։ Եվ ավերվեցավ այն ամանը, որ նա շինում էր, ինչպես բրուտի ձեռքի կավը պատահում է, եւ նա դարձավ ու մի ուրիշ աման շինեց, ինչպես որ բրուտի աչքին հաճելի էր անելու։ Այսինքն, Տեր, ես որպես աման, հիմա ինձ տալիս եմ քեզ, հիմա դու շինիր, քեզ ինչպես հաճելի է, ոչ թե այնպես ինչպես որ ես եմ ուզում, ոչ թե այնպես ինչպես որ ես եմ ծրագրում իմ կյանքը, իմ ընթացքը, իմ ապագան, այլ դու կառուցի իմ կյանքը։ Դու արա այդ ամանը դու շինիր, ինչպես քեզ է հաճելի, ոչ թե ինչպես ինձ։ Համաձայն է սա խորը նվիրումը։ Համաձայն է սա խորը նվիրում ու վստահությունը Աստծուն։ Ոչ թե ես անճարությունից եմ ինձ տալիս Աստծուն ու պահի տակ հանկարծ հնարավորություն է լինում ու ես նորից ինձ հետ եմ վերցնում ու այդ հնարավորությունը օգտագործում։ Ոչ, դու հասկանում ես ինչի մասին եմ ես խոսում, որտեվ հնարավոր է ժամանակ առ ժամանակ մենք մեզ տանք Աստծուն, երբ որ անճար ենք, երբ որ էլ չենք կարող, ասում ես, Տեր, ես էլ չեմ կարող, ես էլ ուժ չունեմ, ես էլ չեմ կարող այս անցնել, դու քեզ տալիս ես Աստծուն ու դժվարությունը անցնում է, դու նորից քեզ հետ ես վերցնում ու նորից սկսում ես քո կյանքը ապրել այնքան ժամանակ, մինչև հաջորդ դժվարությունը ու նորից ես փշրվում ու նորից ես քեզ բերում Աստծուն ու նորից ու այսպես կյանքդ անցնում է։ Իսկ ինչ կլինի, երբ որ դու ամբողջությամբ քեզ տաս Աստծուն ու ասես, Տեր, դու բրուտն ես, ես էլ են կավն եմ, կավը, համաձայնեք, որ կավը իրան ձևավորելու ժամանակ ինքը շատ փխրուն է լինում, իսկ ինչն է ինձ փխրուն դարձնում, իմ Աստծուն 100%-անոց վստահումը, երբ որ ես ինձ 100% վստահում եմ Տիրոջը, տեսեք, 5-րդ խոսք, և Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով, չէ որ կանչել էր Երեմիային բրուտի տունը բան սովորեցնելու, Երեմիան գալիս է բրուտի տուն, տեսնում է, որ բրուտը մի կավ է սարքում ու այդ կավը փշրվում է, և հաջորդն է սարքում ինչպես բրուտին հաճելի է ու ստացվում է, ու այդ ժամանակ, այդ պահին Տերը խոսում է Երեմիայի հետ, ու տեսեք ինչ է ասում, Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով, միթե, խնդրում եմ ամեն մեկդ լսեք, միթե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ։ Տեր իմ Աստված, բա եթե դու կարող ես անել, բա ինչի եմ ես հոգանում, հոգսանում, ինչի եմ ես չարչարում, ինչի եմ ես բաներ անում, եթե դու կարող ես անել։ Ասում եմ, միթե ես չեմ կարող այս բրուտի պես անել։ Միթե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ով Իսրայելի տուն, կամ ով հավատացյալ ժողովուրդ, միթե ես չեմ կարող ձեզ այսպես անել, ասում է Տերը, ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես եք դուք իմ ձեռքին, ով Իսրայելի տուն, այստեղ կա մի բայց, գիտեք բայցը որն է, ինչի այդքան ասում Տերը, Տերը բացում է իրան, որ ինչպես որ բրուտն է անում, ես էլ կարող եմ ձեզ անել, բայց ինչն է, որտեղ այդ բայցը, տեսեք ինչ է ասում, բայց, որտեղ բայց կա, նրանք ասում են, գիտես դու կարող ես չխոսել, որովհետև քո գործերը, քո կյանքը ցույց է տալիս, քո ընթացքը, քո ապագան, քո կյանքը ցույց է տալիս դու ինչպես ես մտածում, կարևոր չի, թե դու ամենաբարձրն ես ամեն գոռում, դա կարևոր չի, կարևորը ոնց ես դու ապրում, բայց նրանք ասում են,
անհնարին է, որովհետև մենք մեր խորհուրդների ետևից ենք գնալու։ Ինչ է նշանակում խորհուրդ։ Խորհուրդ նշանակում է, որ բացի Տերը, որ խորհուրդ անում քո համար, դու էլ ես խորհուրդ անում քո համար։ Դու էլ ես ծրագրեր մշակում, դու էլ ես պլաններ գծում քո կյանքի ու քո ապագայի համար։ Հիմա որն ավելի բարձր, որն ավելի առաջնային ցույց է տալի իմ կյանքը։ Իմ կյանքը որոշում է, որն ավելի բարձր, իմ խորհուրդները, թե Տիրոջ խորհուրդները։ Որովհետև մենք մեր խորհուրդների ետևից ենք գնալու եւ յուրաքանչյուրս իր չար սրտի կամակորությունն ենք անելու։ Ինչի՞։ Ինչն է պատճառը։ Պատճառը անվստահությունն է։ Պատճառը, որ մարդը մտածում է, որ տարբեր պատճառներով, այսօր ուզում եմ քեզ խոսք ասել, Աստված քեզ չի սիրում, որովհետև դու մեղք չես գործում։ Աստված քեզ չի սիրում, որովհետև դու այնքան ես ծառայում, Աստծո սերը անպայման է։ Ես չեմ կարող մի բան անել, որ իր սիրուն արժանանամ։ Երբ որ կար ժամանակ, որ այսպիսի հայտնություն կար, որ պիտի ծնկած բարձրանային, չգիտեմ քանի բարձրության վրա ծնկների վրա, որ Տիրոջ արժանանային, փոխվեց այսօր այդ հայտնությունը, սատանան հիմա հակառակ բանն է անում։ Եվ ասում է Տիրոջ արժանանալու համար դու պետք է ինչ-որ մի բան անես, ամեն ինչ անես, որ Տերը քեզ հավանի։ Ոչ, Տերը արդեն քեզ հավանում է։ Տերը արդեն քեզ սիրում է։ Դու կասես, բա ի՞նչն է պատճառը, քեզ մի բան է պակաս, որ քո նպատակները, քո ծրագրերը խոնարհեցնես Տիրոջը ու թողես, որ Տերը անի քո կյանքում, Տերը փոխի քո կյանքում։ Ինչքան մարդկանցից եմ ես լսել սիրելիս, որ ասում է ես ով էի ու Աստված ինձ բարձրացրեց։ Երբեք իմ մտքով չեր անցնի այս բաները, որ Աստված ինձ արեց։ Գիտես, երբ որ ես նայում եմ ինձ, երբ որ ես նայում եմ իմ կյանքին, նայում եմ իմ ընտանիքին, նայում եմ իմ երեխաներին, ես ով եմ։ Ես ոչ այդքան իմաստություն ունեմ, ես ոչ այդքան կարողություն ունեմ, ոչ այդքան շրջապատ ու ծանոթություն ունեմ, բայց երբ որ ես շրջվում եմ ու նայում եմ, թե Տերը ինչ արի իմ կյանքում, իմ երեխաների կյանքում, իմ մտքով չեր անցնի, որ երբևիցե ես ինչ-որ միտեղ կարող եմ, ինչ-որ մի երկրամասում կարող եմ ծառայություն անել։ Ով անում դա Տերը։ Գիտես, երբ որ դու գիտես իմ կյանքի պատմությունը ամեն ինչ գիտես, երբ որ այդ աշխատանքից հեռացրել են ու ես բանվորություն է անում, որտեղ էլ ուրիշ բան անել չէի կարող։ Ես գիտես, այնքան հեշտ է մարդու համար, երբ որ մարդ ինքը ուղղակի սենց կանգնի ու ասի Տեր դե ցույց տուր, Տերն էլ սենց ցույց տա, դու էլ ասես այ հավանեցի, այ հիմա կանեմ։ Այդ այնքան հեշտ է, բայց այդպես չի, Աստծո մոտ այդպես չի գործում, որովհետև հավատքը չերևացող է։ Վստահությունը, այն խորը համոզվածությունն ու վստահությունը չերևացող է մեր կյանքում։ Խնդրում եմ մի արա մի բան, որով որ դու ուզենաս հաճո լինես Աստծուն, սենց ասես անեմ, որ արժանանամ, չես կարող, որտեղ մենք արժանիքներ չունենք, մենք չենք կարող ինչ-որ մի բան անել ու դրանով արժանանալ, ոչ մեր զոհաբերությունը, ոչ մեր ծառայությունը, ոչ մի բան։ Այդ ամենը պետքա դուրս գա մեր սիրուց, այդ ամենը պետքա բխի մեր սիրուց, ես սիրո Աստծուն սիրելու պատճառով պիտի դա անեմ, ոչ թե անեմ, որ հանկարծ ինձ մի բան չլինի։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ, 3-րդ խոսքից։ Տեսեք ինչ ասում Տերը։ Իսկ սիրելիս ինչ եմ ես սա խոսում։ Ինչ եմ ես այսօր սա բարձրացրեց հարցը։ Ինչ եմ ես ուզում փոխանցել քեզ, որ քո հավատքը բարձրանա, որ քո վարքը փոխվի։ Որովհետև այն ինչ որ Տերը կարա անի, ոչ ոք չի կարող անել։ Այն ինչ որ Տերն է անում, ոչ ոք չի, ու Տիրոջ արածը ավելի լավն է։
Տիրոջը արածը ավելի լավն է։ Ու ես ասում եմ, Տեր իմ Աստված, ազնիվ ու անկեղծ, ով եմ ես։ Ոչ ես իմ երևելի ընտանիքից եմ, ոչ մի շրջապատ ունեի, ոչ մի բան չունեմ։ Բայց դու ինձ բարձրացրեցիր։ Բայց քո խոսքն ասում, որ ես քեզ փոշից կբարձրացնեմ ու թագավորների հետ սեղան կնստացնեմ։ Այն բաները, որ դու կերազեիր, որ դու կվախենայիր, նույնիսկ երազեիր, այդպիսի բաներ Տերն ասում է, այսպես կանեմ ու կլինի քո կյանքում։ Ոչ թե դու դրան կարժանանաս, ոչ թե դու մի բան կանես, որ դրա պատճառով ես սենց կասեմ, դե լավ, արժանի է էլի, այսքան անում է, ես էլ ես անեմ, ոչ, այդ ամեն անելու է իր սերը, որտև Աստծո լիությունը բնակվում է մեր ներսում, մեր սրտերի մեջ։ Ուզում եմ այսօր մեր ու Աստծո փոխհարաբերության մեջ բաներ փոխվեն, մոտիվներ փոխվեն։ Որ եթե ես առաջնային ծառայող եմ, ուրեմն Տեր ինձ ավելի է հավանում, ոչ։ Եթե ես խոսքի ծառայող եմ, ուրեմն Տեր ինձ ավելի է հավանել, ոչ։ Տերը անաչառ է։ Տերը ոնց որ քեզ է սիրում, տենց ինձ է սիրում։ Տերը ոնց որ քո համար անում, տենց իմ համար է անում։ Ուղղակի մենք պետք է բաներ կա, որ ինձանից է կախված, իմ ձեռքն է, որ ես ասեմ, Տեր, ընդունում եմ, դու ես այդ բրուտը, ես էլ այդ կավն եմ, ամբողջությամբ դու արա, ոչ թե ժամանակ առ ժամանակ։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3 խոսքից, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է։ Աստվածային զորությունն է դա կարող միայն անել, որ քո կյանքի ու աստվածապաշտության համար քեզ պետք է։ Նրա գիտությունովը, որ մեզ կանչեց փառավոր փառքով եւ առաքինությունովը, որովհետեւ ամենամեծ եւ պատվական խոստումներն են տրված մեզ։ Պատկերացնում ես, քեզ խոստում է տվել, ամենամեծ, մտածի ամենամեծը որն է, ու ամենապատվականը որն է։ Աստված ասում է, ով է դա անելու, իր զորությունը, որովհետև ինձ ու քեզ խոստմունք է տված։ Որն է խոստմունքը, որ եթե ես իմ որդուն չխնայեցի քեզ համար, ինչ կխնայեմ։ Ինչ կխնայեմ, ապա ինչը կխնայեմ քեզ համար, եթե ես իմ որդուն չխնայեցի։ Սիրելիս, ուզում եմ անընդհատ այս խոսքը ասել, ես չպետք է Աստծուն լինելով իմ կյանքը ես կառուցեմ, իմ կյանքը վերցնեմ իմ այդ ղեկը, ես իրավունք չունեմ իմ ձեռքերի մեջ առնելու, այդ ղեկը իրանն է, ինքն այդ ղեկը որոշում որ կողմ տանի, ու ես պիտի հնազանդվեմ, որովհետև երբ որ Իսրայելը դուրս էր գալի Եգիպտոսից, ղեկը Աստծո ձեռքերի մեջ էր, բայց ճանապարհին Իսրայելը ասում էր, կն այդ ղեկը նորից մենք հետ վերցնենք, եկեք սենց անենք, եկեք նենց անենք, տրտնջում էին, բա էսի չկա, բա այնի չկա, ես չեմ ասում, որ մենք ապահով կյանք ենք ունենալու ամբողջությամբ, ոչ, բայց ես ասում եմ մի բան, որ մեր կյանքը օրհնված է լինելու, ու շատերը նայելու են ու ասեն, տեսնում ենք Աստծուն ծառայություն անողի ու չանողի տարբերությունը, տեսնում ենք մեկին, ով իր կյանքի ղեկը հանձնել է Քրիստոսին։ Չորրորդ խոսքը, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստմունքներն են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, աշխարհի մեծ ցանկություններից եղած ապականությունից հեռու փախչելով, եւ սույն այս բաների համար ամեն ջանք անելով ձեր հավատքը ներկայացրեք առաքինությունովը։ Եվ հիմա ցույց է տալի այդ ճանապարհին, ես ինչ պիտի անեմ, իմ վարքը, իմ կյանքը ոնց պիտի լինի։
Ձեր հավատքը ներկայացրեք առաքինությունով եւ առաքինությունով գիտությանը եւ գիտությունով ժուշկալությանը եւ ժուշկալությունով համբերությանը, համբերությունով աստվածապաշտությանը եւ աստվածապաշտությունը եղբայրասիրությանը եւ եղբայրասիրությունով սերը, որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունումը, բայց նա որ այս բաներին իրեն մոտ չունի, կույր է եւ կարճատես։ Գիտես, պատկերացրա կար ժամանակ, որ դու աղոթում էիր ու Աստված խոստումներ էր տալիս։ Աստված քո սրտի մեջ չունես, չկա, հələ դեռ ոչ մի բան չկա, բայց Աստված խոսում էր քեզ հետ, որ սա անելու եմ։ Չէ, ես ինձ ճիշտ պահեմ, որ հանկարծ փորձություն չգա իմ կյանքի մեջ։ Ես ինձ ճիշտ պահեմ, որ հանկարծ ինչ-որ մի բան, որ եղել է, էլի չլինի։ Ոչ։ Աստված դա չի անում այն բանի պատճառով, որ հանկարծ դու մի բան սենց ուշադիր նայում, հենց մի բան են չես անում սենց, ոչ, այլ Աստված անում է իր սիրո պատճառով, ու ասում է ոնց որ ես ձեզ սիրեցի, անմնացորդ, դուք այդ ամենը արեք ինձ սիրելու պատճառով, արեք, այո, ինձ սիրելու պատճառով, որտև Աստծո սերն է, ստիպում ինձ նվիրվեմ ու ծառայեմ իրեն։ Աստծո սերն է ստիպում ինձ մարդկանց ծառայեմ։ Ոչ թե վախը, որ հանկարծ մի բան չլինի ինձ հետ, այլ ձեզանից կպահանջեմ, 1000 սերունդ անիծված կլինեք։ Ոչ, Քրիստոսի արյունը մեզ մաքրեց ամեն դատապարտությունից։ Ու գիտես, պատկերացրա հիմա դու մարդ ես, որ Աստված քեզ մի քիչ օգնել է։ Մի քիչ օգնել է քո կյանքում, հիմա դու ասում ես, քանի օգնել է, ես մի քիչ ինձ ճիշտ, ոչ, այլ հակառակը, դու պիտի ասես, Տեր, դու ինձ արել ես, ես սիրում եմ քեզ, ու դրա համար սիրում եմ քեզ, որովհետև դու ինձ սկզբից սիրեցիր։ Հալելույա։ Գիտես, այնքան մեծ է գայթակղությունը, որ դու քո համար ապրես։ Այնքան մեծ է գայթակղությունը, որ դու քո պլանները դու անես։ Այնքան մեծ է, որ սենց, գիտես, Աստծո մեջ դու արդեն իմաստուն ես, ինչ-որ մի բան գիտես, ու ինչ-որ մի բան ձեռք ես բերել, հիմա փորձում ես այդ պահես։ Գիտես, Աստծո համար այդ ամենը ծիծաղելի է։ Աստված ասում է, եթե ես եմ արել, այն էլ կանեմ։ Գիտես, նույնիսկ օրինակ է բերում, ասում է, խնդրում եմ, նայեք թռչուններին, նայեք, տեսեք, ոչ հոգս են անում, ոչ էլ, բայց ես իրանց պահում եմ, բա դուք, բա ձեզ ոնց կանեմ։ Մենք այսօր իրար հետ միասին աղոթք ենք անելու։ Միքիա 6:8 Քեզ հայտնի լինի ով մարդ, ես վերջացնում եմ, քեզ հայտնի լինի ով մարդ, թե ինչ է բարին և Տերը ինչ է ուզում քեզանից։ Հետաքրքիր է Տերը ինչ է ուզում քեզանից, թե հետաքրքիր չի։ Հետաքրքիր է, չէ։ Դու գիտես ինչ ես ուզում Տիրոջից։ Դու լավ գիտես դա։ Դու անգիր գիտես, որ արթնացնեն դու կասես։ Բայց կարևոր է, դու էլ իմանաս, թե Տերը քեզանից ինչ է ուզում։ Որտև Տերն էլ է ինչ-որ բան ուզում։ Մենք առաջինը տեսանք, որ ամենակարևոր բանը, որ Տերը ինձ ու քեզանից ուզում է, որ այդ ղեկը տանք իրեն, որ թույլ տանք բրուտը ինչպես կամն է ձևավորում, ինքն էլ մեզ ձևավորի, թույլ տանք։ Ինչ է ուզում քեզանից, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ վարվել Աստծո հետ։ Գիտես սա ինչ է նշանակում։ Ես պետք է խոնարհ լինեմ, որ հնարավորություն ունեմ ինչ-որ բան անելու չանեմ։ Ես ուզում եմ լսես, ես պետք է խոնարհ լինեմ, որ ունեմ հնարավորություն ինչ-որ մի բան անելու, բայց ես չանեմ, այլ Տիրոջը հարցնեմ, Տիրոջը լսեմ։ Չէ, հայերը այսպես են, Տեր դու մեզ փող տուր։ Ես գիտեմ ոնց կծախսեմ։ Դու կարևորը դու տուր, մնացածը ես գիտեմ ոնց կանեմ։ Քո բաժինն է ինձ տալը։ Ոչ։ Խոնարհությունը սա է, որ ես ունեմ շատ ճանապարհներ։
Բայց ես ասում եմ Տեր, ոչ քայլս, ոտքս ոտքիս առաջ չեմ դնի, քանի դեռ քեզնից հաստատություն չունեմ։ Ոչ, իսկ գիտես մենք ոնց ենք մտածում։ Որն է լավը իմ համար։ Այ ինչ անեմ, ես գիտեք ապշերին որն է, որ մարդը նայում աշխարհիկներին։ Այս աշխարհիկը էս արեց, իր մոտ հաջողվեց։ Այս sense որ անեմ, ու մարդը սկսում է իր կյանքը ծրագրեր կառուցել, Աստծուն բերել իր պլանների ծրագրերի մեջ, կյանքի նպատակների մեջ։ Հեսեներ էր տենց անում։ Աստծո մեջ լինելով։ Երբ որ Մարգարեն եկավ ասեց, քո տղեկից մեկը թագավոր է լինելու, ինքն էլ էր տենց անում։ Հեսենց հերթով բերեց, բայց Դավիթը նույնիսկ իր ընտանիքի հետ չէր նստում հաց ուտելու, որ հրեաների մոտ կար այդ մշակույթը։ Դավիթը գլուխը կախ Աստծուն էր ծառայում, փառաբանում ու հորն էր ծառայում։ Ու գիտես ինչ եղավ, Մարգարեն ասես չէ, հեսե դու աշխարհիկի նման ես ապրում, տենց չի, դու լինելով Աստծուն, հավատալով Աստծուն, բայց դու աշխարհիկի նման ես ապրում, Աստծո ճանապարհները քո ճանապարհները չեն, դու մի հատ է տղա ունես, հələ գնա բեր, բերեց ասեց այս է, իսկ Դավիթը հերու մի Ստեփանավանում, մի գյուղում, ուղղակի Աստծուն ծառայում ու հավատում էր, առանց սխալ դրդապատճառների։ Հալելույա։ Այսօր ինչ-որ բան ստանում եք, հա, խոսք վերցնում եք, թող այսօր ինչ-որ բան փոխվի մեր կյանքի մեջ, մեր արժեքների մեջ թող բան փոխվի։ Ամենակարևոր բանը, սիրելիս, որ ես հասկանամ, ես չեմ կարող մի բան, դու կարող ես մի բան անել, որ հովվի դուրը գաս, հաստատ կարաս, բայց Աստծունը չէ, որտեվ հովիվը մարդ է։ Դու կարաս քո ծառայությունով, դու կարաս քո խոսքերով, դու կարաս գնաս, նստես, երկար խորհուրդ անես, մտածես, ոնց շահես, ինչ անես, տարբեր ճանապարհներ, ամեն ինչ կարաս անես ու կարա քո մոտ ստացվի, որտեվ դու մարդու հետ գործ ունես, բայց Աստված այդպիսին չի։ Աստված տենց չի։ Դու չես կարող տենց լինել Աստծո առաջ, որտեվ գիտես Աստծո համար զզվելի է, երբ որ մենք կեղծավոր ենք լինում իր առաջ։ Աստծո մոտ ուրիշ պրինցիպներ են գործում։ Աստծո մոտ ուրիշ ձև է։ Փիլիպպեցիս 3:9 վերջացնում եմ։ Եվ նրանում գտնվեմ եւ ոչ թե իմ արդարությունը ունենամ, որ օրենքիցն է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիցն է, այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով, եղբայրք եւ քույրեր։ Ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, որովհետեւ ես հավատում եմ, որ ինքը Երեմիային կարդացել էր, որ ասում էր Աստծո շնորհքն ու ողորմությունը ամեն առավոտ նորա, ասա նոր, նորա, այսօր էլ նորա, այսօր էլ, գիտես, երբ որ իմ սրտում փոխվում է, այն նոր է դառնում, այսօր էլ երբ որ ես կանգնեմ ու որոշումներս փոխեմ ու ասեմ Տեր իմ Աստված, ես մարդկային ձևով չեմ ուզում ապրեմ, ամեն ինչ կփոխվի, Աստված կարա ամեն ինչ անի, Աստված կարա փոշից բարձրացնի։ Հետևում եմ դեպի նպատակը։ Ո՞րն էր այդ նպատակը։ Կյանքի նպատակը ո՞րն էր։ Ո՞րն էր Պողոսի կյանքի նպատակը։ Չէ որ ասում էր այլևս ես չեմ, այլ Քրիստոսը ինձանում։ Չէ որ Պողոսը իր կյանքում ուներ նպատակ։ Եվ ասում է ես հետևում եմ այդ նպատակին։ Ոչ թե իրավիճակներն են ստիպում այդ նպատակին հետևել։ Ոչ թե նպատակի մեջ մի քիչ հաջողվեցի ու փոխեցի նպատակը։ Ամուսնացա, փոխվեց նպատակս։ Ինչ որ բան փոխվեց։ Գործերս մի քիչ լավացան, փոխվեց նպատակս։ Ինչ որ բան Աստված արեց, փոխվեց նպատակս։ Ոչ։ Պողոսն ասում է, բայց ես հետևում եմ այդ նպատակին,
Աստծո վերին կոչումի, մրցանակին Քրիստոս Հիսուսումը։ Որն էր Պողոսի նպատակը, այն վերին կոչում, այն մրցանակն էր։ Ու ինքը ասում է, ես հետևում եմ այդ մրցանակին։ Արդ որոնքս կատարյալ ենք, այս մտածենք, եւ եթե մի բան ուրիշ կերպով մտածենք, այն էլ Աստված կհայտնի ձեզ։ Գիտես ինչն է լավը, որ հենց ուզում ես շեղվես, մեկի Աստված քեզ հայտնում, ասում է, լսի, բայց դու ես որոշում անես, թե չանես։ Միայն թե ինչ որ հասանք նույն կանոնով վարվենք եւ նույնը մտածենք։ Ամեն։ Սիրելիներս, ամփոփում եմ արդեն։ Աստված հատուկ նպատակ ունի մեր կյանքի համար։ Ու այո, ես համաձայն եմ, շատերիս համար այն ոչ թե շատերից սա պահված, այլ շատերիս համար է պահված, որ մենք մտնենք այդ նպատակի մեջ։ Ու չես կարող դու ասել, այ անցավ արդեն էլի ու ես չեմ կարող, որտեվ անցել են տարիները, ոչ, ամեն օր նորոգվում է, ամեն օր նորանում է, այսօր էլ կարա նորը լինի, այսօր էլ մենք իրար հետ միասին կաղոթենք ու կասենք, Տեր իմ Աստված, ես ամբողջությամբ հանձնվում եմ քեզ։ Ու ես ուզում եմ, որ իմ նպատակները քո նպատակները լինեն, ես չեմ ուզում ես ծրագրեմ, դու ծրագրի իմ համար, ղեկը քեզ եմ հանձնում, դու ես այո բրուտը, եւ ես այն կավն եմ, որ հանձնվում եմ քեզ։ Սիրելիս, ծառայության ընթացքում ես մի բան եմ հասկացել, որ մարդը չի կարող ինձ երջանկացնել, որ որևիցե մեկից կախված չի իմ կոչումը կախված է Տիրոջից, իմ կոչումը կախված է Աստծուց, այն վերին նպատակը, երբ որ իմ առաջ դնում եմ, այն փոխում է ամեն ինչ իմ կյանքում, այն փոխում է շատ արժեքներ իմ կյանքում։ Ու ես էլ գոլ ու պասիվ քրիստոնյա չեմ լինի, գոլ ու պասիվ ծառայող չեմ լինի, այլ հակառակը, ինչ չեն ասի, ես չեմ գա եկեղեցի, որ հովիվա չասի հանկարծ բան չի չես եկե, ես չեմ գա ծիտիկ ստանալու համար, այլ հակառակը ես կգամ, որովհետև ես գիտեմ Տերը ծրագիր ունի իմ կյանքի համար, ու ես ուզում եմ մտնեմ այդ ծրագրի այդ նպատակի մեջ, ու Տերը ամեն բան կփոխի իմ կյանքում, հալելույա, ու սա կկոչվի կյանք, որը ունի նպատակ։ Հիմա իրար հետ միասին եկեք կանգնենք ոտքի ու մենք իրար հետ աղոթ կանենք ու ասենք Տեր իմ Աստված, ահա ես, ու այն կլինի շատ ազնիվ մի աղոթք, իմ կյանքի նպատակը, իմ կյանքի ծրագրերը, իմ կյանքի ընթացքը հանձնում եմ քո ձեռքերի մեջ, ու ես հոգս չեմ անում իմ համար, այլ ես հավատում եմ, որ դու խորհուրդ ես արել իմ կյանքի համար, ու դու ես որոշելու, ու դու ես որոշելու ես որտեղ լինեմ ու ինչպես լինեմ, ու ես չեմ լինի գոլ պասիվ քրիստոնյա, այլ հակառակը, ես գիտեմ, երբ որ գամ ու խնդրեմ, ու դու կանես իմ կյանքում, որովհետև վայրը, տեղը, եղանակը, ոչ մի բան չի կարող բաներ փոխել, որ իմ համար ավելի լավը լինի, այլ Տերն է անողը, եթե Տերը չարեց, ամեն ինչ իզուր է, հալելույա Հիսուս, Տեր իմ Աստված մենք քեզ փառք ենք տալի, շնորհակալ ենք Տեր այսօրվա համար, շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար, մենք հիմա աղոթք ենք անում իրար հետ միասին Տեր, աղոթում ու խնդրում ենք քեզ, Տեր մենք ամբողջությամբ հանձնվում ենք քո ձեռքերի մեջ, ու մենք ասում ենք Տեր, դու եղիր մեզ հետ բրուտի պես, ու մենք թող կավ լինենք քո ձեռքերի մեջ, ու դու ինչպես ուզում ես անես, ինչ ուզում ես մեզանից ստանաս Տեր, մենք չենք ուզում մեր կյանքը կառուցենք Տեր, այնպես ինչպես մենք ենք պատկերացնում, այո մենք ուզում ենք, որ մեզ համար լավ լինի, ամեն բան այս կյանքի ու աստվածապաշտության համար, մենք քեզ ունենք մեր կյանքերի մեջ, ու մենք հավատում ենք, որ քո խորհուրդները բարի են մեզ համար, ու հիմա մենք աղոթում ենք Տեր,
Խնդրում ենք այն ամենը, որ քեզանից չի մեր կյանքերի մեջ, մեր մտքերի մեջ, մեր ճանապարհների ու մեր պլանների մեջ, Տեր, այն ամենը, որ քեզանից չի, խնդրում ենք խլիր, պոկիր ու փչացրու։ Բայց այն ամենը, որ քեզանից է բեր մեր կյանքերի մեջ, նորոգիր, թող որ այսօրվա խոսքը պտուղ տա, Տեր, արմատ գցի ու մեծ հաստաբուն ծառ դառնա մեր կյանքերի մեջ։ Ու մենք հետևենք այն վերին կոչման, այն նպատակին, որ հասնենք Տեր այդ մրցանակին, որ դու պատրաստել ես ամեն քեզ սիրողների համար։ Ու խնդրում ենք Տեր, հեռացրու մեզանից բոլոր այն սխալ դրդապատճառները, մեր կյանքի, մեր ապրելակերպի, մեր ծառայության համար։ Բայց Տեր, հակառակը, արա այն ամեն ինչը քո կամքն է մեր կյանքերի մեջ։ Մենք սիրում ու պաշտում ենք քեզ ու շնորհակալ ենք, որովհետև Տեր քո ողորմությունն ու շնորհքը ամեն առավոտ նոր է մեզ համար ու այդ նորը բեր մեր կյանքերի մեջ։ Թող որ այս աղոթքի պատասխանը գա Տեր ու չուշանա ու թող որ ամեն բան փոխվի ու ամեն բան որ քեզանից չի Տեր, թող ջախջախվի ու ամեն բան Տեր դեպի բարին գործակից անես։ Շնորհակալ ենք Տեր ու մենք հավատում ենք այն ապագային, որ դու ունես մեզ համար պատրաստած, որ մենք պատրաստ կլինենք ամեն բարի գործի համար Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն, ամեն։ Տերը շատ օրհնի ձեզ։